Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, այս խորհրդակցության նպատակը աշխատանքային լիարժեք ռեժիմի վերադառնալն է, որովհետև մեկ ամիս կտրված եմ եղել աշխատանքային առօրյա գործերից եւ նախ ուզում եմ փոխվարչապետ Գրիգորյանին եւ մյուս գործընկերներին փոխվարչապետ Գրիգորյանին այս ընթացքում վարչապետի պարտականությունները կատարելու համար շնորհակալություն հայտնել, նաեւ մի կարճ շրջան պարոն Խաչատրյանն է կատարել վարչապետի պարտականությունները, հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ եւ նաեւ այն մեր նախարարի տեղակալներին, ովքեր այս ընթացքում ստեղ չեն, կփոխանցեք իմ շնորհակալության խոսքերը, երբ նախարարների եւ գերատեսչությունների ղեկավարները, մարզպետների տեղակալները, ովքեր կատարել են համապատասխան պարտականությունները, նրանց նույնպես շնորհակալություն եմ հայտնում եւ նաեւ ընդհանուր առմամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել խորհրդարանական ընտրությունները կազմակերպելու ներգրավված մեր բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ շնորհավոր եմ բոլորիս խորհրդարանական ընտրությունների հաջող ընթացքի առիթով։ Իհարկե պետք է արձանագրենք, որ Հայաստանում մեզ ծանոթ process-ները 180 աստիճան շրջվել են, երբ որ կառավարող կուսակցությունը եւ կառավարությունը ընտրությունների արդար եւ ազատ անցկացման ջատագով է, իսկ ընդդիմությունը որպես գործիք ունի հիմնականում ընտրությունների արդյունքները կեղծելը եւ կեղծիքների մեխանիզմներ օգտագործելը, բայց իհարկե նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ մարմիններին, գլխավոր դատախազությանը, քննչական կոմիտեին, հակակոռուպցիոն կոմիտեին, ով ընտրակաշառքների դեմ պայքարի հիմնական լիազոր մարմինն է, ներքին գործերի նախարարությանը, ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև այս մասշտաբի ես չեմ հիշում, որ մենք այս մասշտաբի պայքար ունեցած լինենք ընտրակաշառքների եւ ընտրողների ազատ կամ արտահայտման վրա ապօրինի գործադրվող ճնշումների դեմ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներին աննախադեպ ծավալի աշխատանքի համար։ Իհարկե սա ցույց է տալիս նաև մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետությունը, որովհետև մի շարք օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ ենք մենք իրականացրել, որոնք իրենց արդյունքը տվել են, բայց մյուս կողմից ես ուզում եմ մտահոգությունս հայտնել հետեւյալի հետ կապված, որ Հայաստանում ընդհանրապես կան հանցագործությունների տեսակներ, որոնց նկատմամբ ինչ որ տենց հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ է ձևավորված, մի ուղղությունը ընտանեկան բռնությունների հետ կապված ուղղությունն է, մյուս ուղղությունը ընտրակաշառքների հետ կապված ուղղությունն է, որովհետև ընտրություններն անցնում են, արդեն ասում ենք դե լավ, դե անցավ ընտրությունները, հետեւաբար ընտրակաշառք տվողները եւ ստացողները կարող են գնալ իրենց գործերին։ Ես կարծում եմ, որ այս պրակտիկան պետք է արմատապես փոխվի։ Այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում։ Եթե սրա համար անհրաժեշտ են իրականացնել օրենսդրական ինստիտուցիոնալ փոփոխություններ, այդ փոփոխությունները անհրաժեշտ է հիմա անհապաղ ձևով անել, բայց ես չեմ կարծում, թե դրա համար պետք է փոփոխություններ։ Ես հստակ պահանջում եմ, որ նրանք, ովքեր ընտրակաշառք վերցնելու կամ տալու մեջ բռնվել են, միջև հաջորդ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների ամփոփման առնվազն օրը պետքա լինեն բանտում։ Սա երկրի անվտանգության եւ ժողովրդավարության անվտանգության հարց է եւ պետք չի հետո խղճահարության տեսարաններ սարքել։ Խղճահարության տեսարանները վաղուց սարքված են եւ եթե մենք հոգատարության խնդիր ունենք, առաջին հերթին մեր պետությունը պետք է լինի մեր հոգատարության առարկա, մեր ժողովուրդը եւ նրա ազատ կամքը եւ նրա ազատ կամքի արտահայտման հնարավորությունը։ Էլի եմ ասում, ընդհանրապես ես հասկանում եմ, որ իշխանությունների տարանջատման սկզբունքը եւ այլն, բայց երբ որ տարանջատված իշխանությունները մտնում են քաղաքական դաշտեր եւ սկսում են ազդեցություն գործել, այդ ժամանակ ոչ մեկ չի հիշում, որ իշխանության տարանջատման սկզբունք կա։ Ես ասում եմ, ընտրակաշառքների նկատմամբ, ընդ որում ամենաթոփ մակարդակից մինչև ամենաներքև մակարդակ կա հանդուրժողականություն։
Ես եւ չեմ զարմանա, եթե պարզվի, որ նախորդած ընտրությունների ընտրակաշառքի վրա բռնված ոչ մեկ այսօր բանտում չի։ Իրանք կարող մեծ հավանականությամբ դուրս են եկել իրենց գործը, ով որ տիմում բռնվել է, խորհրդանականում է շարունակել, խորհրդանակում շարունակածները շարունակելու են առաջիկա տիմերում։ Ես պահանջում եմ, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահության քվեն ստացած մարդ, ասում եմ, այդ մարդիկ միջև հաջորդ խորհրդանական ընտրությունների պաշտոնական ամփոփման օրը պետքա լինեն բանտում։ Ինչ սոցիալական խավեր լինեն, ինչ պաշտոններ լինեն, ինչ չափի հարստություն էլ ունենան։ Եվ մենք այդ թատրոններից արդեն հոգնել ենք, երբ որ դա այն ժամանակը ձգելու ես բանի մեր ամփոփիչ հանրահավաքում էլ ասեց Սանտա Բարբարա սերիալ հիշեցնող դատավարություններին ի վերջո պետքա վերջ տրվի։ Ես այս քարոզարշավում իմ ամենամեծ դիսկոմֆորտը եղել այն, երբ որ մարդիկ ինձ շատ կոնկրետ ասել են, այս գործը ինչի հանգուցալուծում չի ստացել, այն գործը ինչի հանգուցալուծում, եւ ես չունեմ պատասխաններ, որովհետեւ իրականում այդ հարցերի հասցեատերը ես չեմ։ Բայց դրա մասին ոչ մեկ չգիտի, որ ես չեմ։ Եվ դրա քաղաքական պատասխանատվությունը կրում եմ ես, եւ ես կրում եմ դրա քաղաքական պատասխանատվությունը եւ հստակ դնում եմ հարցը, որ այդ խնդիրները պետքա լուծվեն։ Բայց ընդհանուր առմամբ իհարկե առաջիկայում շատ ակտիվ պետք է աշխատենք, իհարկե մինչև նոր խորհրդանի ձևավորումը եւ նոր կառավարության ձևավորումը դեռ ժամանակ ունենք 2 ամիս։ Սա լավ է, որովհետեւ նախկինում երբեք այդքան ժամանակ չենք ունեցել կառավարություն ձևավորելու համար եւ աշխատանքները կազմակերպելու համար։ Ես կարծում եմ, որ լավ փուլ է, որպեսզի մենք ամփոփենք նախորդող շրջանում արվածը եւ պլանավորենք առաջիկա անելիքները։ Իհարկե, առաջիկա անելիքների մի հսկա մասը լինելու է այն, ինչ սկսել ենք դրա շարունակությունը։ Մասնավորապես արդեն խոսել ենք 300 դպրոցի մեր ծրագիրը պետքա հաջորդի 300 դպրոցի, եթե հանկարծ պարզվի, որ մենք այնքան կարողություն ունենք, որ 300 կարող ենք դարձնել 400 կամ 500, իհարկե հոյակապ կլինի, բայց չգիտեմ, դա առանձին քննարկման հարց է, որը առանձին կքննարկենք եւ ես առանձնահատուկ ուշադրություն եմ հրավիրում այն խոստումներին, որ մենք տվել ենք երեխաներին, որովհետեւ մի քանի ուղղություն կա, իհարկե դպրոցները, մարզադպրոցներ, խաղահրապարակներ, արվեստի եւ երաժշտության դպրոցներ, մենք այդ ուղղությամբ պետքա ճիշտ պլանավորում անենք եւ այսօրվանից պետքա սկսենք պլանավորում, մասնավորապես բաշխվածության հետ կապված, իհարկե ես առիթ ունեցել եմ էլեկտրոնային փոստով գրել եմ այդ ուղղությամբ ինչպես եմ պատկերացնում, որովհետև մենք նաև դպրոցներում արկա կարողությունները պետք է համատեքստում դիտարկենք եւ ճիշտ բաշխվածություն ունենանք, որպեսզի մենք այս փուլով այնպես անենք, որ հանրապետության բոլոր երեխաները ունենան իրենց համար իրատեսորեն հասանելի խաղահրապարակներ, դպրոցներով, մյուս ծրագ սպորտ դպրոցներով եւ ուղղակի խաղահրապարակներով, իհարկե նաև այստեղ պետք է մեր համագործակցությունը ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որովհետև իրենք էլ են ծրագրեր անում, նկատի ունեմ, որ ճիշտ հեռավորություններով եւ ճիշտ բաշխվածություններով ամբողջ հանրապետությունը ծածկենք։ Իհարկե շատ ծրագրեր կա, որոնց մասին դեռ պետք է խոսենք եւ նաեւ այն նորույթները, որ մենք ունենք մեր նախընտրական ծրագրում, որոնք նախկինի շարունակությունը չեն, մենք դրանով էլ պետք է հստակ ճանապարհային քարտեզ ունենանք եւ իհարկե խոշոր ծրագրերին մենք պետք է լրացուցիչ անդրադարձ ունենանք։ Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել այն, ինչ նախընտրական շրջանում խոսել եմ կապված Երևանի եւ Գյումրիի հետ։ Ես անկեղծ ասեմ, այն ինչ տեսա Գյումրիի թաղամասերում, ճիշտն ասած ինձ համար անսպասելի էր եւ նաեւ ինչ որտեղ տենց շոկային ազդեցություն ես չի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես 58 թաղամասում կարողան լինել այդպիսի վիճակում գտնվող բակեր, փողոցներ, որը խայտառակ տեսարաններ է։ Մենք պետք է գտնենք ձևերը, որ եթե անհրաժեշտ է, իհարկե ես ասել եմ, որ կարծում եմ, որ Գյումրին պետք է մենք
հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ, բայց միջև էլ թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին, մենք պետք է այնտեղ արագ գործողություններ իրականացնենք այսօրվանից սկսած մենք պետք է հասկանանք ինչ ենք անում եւ մասնավորապես տարեկան մեր 500 կիլոմետր ճանապարհների շրջանակում տարեկան 25 կիլոմետր մենք պետք է իրականացնենք Գյումրիում, 50 կիլոմետր պետք է իրականացնենք Երևանում, որպեսզի նաեւ Երևանի հետ կապված ես կարծում եմ, որ այդտեղ շատ կարեւոր է այն, որ շատ մեծ աշխատանք է արված բակային հատվածներում, դա շատ լավ է եւ պետք է այդ process-ները շարունակենք, հիմա մեր նախընտրական ծրագիրը իրականացնելիս նաեւ Երևանում մի դեպք կոնկրետ տեղեր կան, որտեղ երեխաների հետ կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել եւ դա էլ պետք է կոնկրետ հասցեներով իրագործենք, բայց շատ կարեւոր եմ համարում, որ Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարությունը ի վերջո սկսենք, որովհետեւ ընդ որում ուզում եմ ասել, որ այդտեղ ի հեճուկ ըստ տպավորությունների ոչ մի հետաձգում չկա, որովհետեւ նախագիծը, որը պետք է նաեւ արձանագրել, որ մենք 30 տարի այդ կարգի նախագիծ չենք իրականացրել եւ նախագծի փորձաքննությունը, համալիր փորձաքննությունը ինքը բավականին երկար է տևել։ Հիմա արդեն նախագիծը պատրաստ է իրագործման, այսինքն մենք Երևանի քաղաքապետարանի գործընկերներն առաջարկում են, որ մենք սկսենք տեխնիկական հսկողի ներգրավման մրցույթից, որպեսզի էդ էլ պետք է վստահ լինենք, որ կա գործընկեր, որ ունի անհրաժեշտ գիտելիքներ, որ վերահսկի այդ ամբողջ process-ը, որովհետև եթե մենք մեր սովորական ձևերով անենք, մեծ հավանականությամբ այդքան էլ չի ստացվի եւ հաջորդիվ արդեն գնանք առաջ այլ մյուս ուղղություններով, այսինքն բուն շինարարության ժամանակացույցը եւ արդեն կապալառու ընկերություն ներգրավելու բնականաբար ֆինանսավորման եղանակները եւ մեթոդները հասկանալու ուղղությամբ Դե իհարկե ամենամեծ նորությունը, որը տեղի ունեցավ այս ընթացքում, թրիփ նախագծի իրագործման վերաբերյալ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրած համաձայնագիրն է, որը պետք է անցնի վավերացման ընթացակարգ, դա պետք է անել հնարավորինս արագ, որպեսզի գետնի վրա հնարավորինս արագ սկսվեն աշխատանքները։ Այս ընթացքում, որ ես արձակուրդի մեջ եմ եղել, Ախուրիկ Գյումրի հատվածի երկաթուղու վերականգնման նախագծման մրցույթն է հայտարարվել եւ մենք այդ ուղղությամբ էլ պիտի ակտիվ աշխատենք երասկայարանի հատվածում մենք պետք է ակտիվ գործողություններ սկսենք ներառյալ երկաթգծի կայարանի նորոգումը եւ Ախուրիկի հատվածում, Գյումրիի հատվածում եւ Երասխի հատվածում, որպեսզի այստեղ էլ մենք պետքա որոշումներ կայացնենք եւ գնանք առաջ։ Հյուսիս-հարավի շինարարությունը շատ հաջող ընթանում է, Ագարակ, Քաջարան հատվածի առաջիկայում մենք կսկսենք նաեւ Քաջարանի թունելի շինարարությունը, հաջորդիվ տեղի կունենա արդեն Բարգուշատի թունելի շինարարությունը, որի շուրջ պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ֆրանսիայի մեր գործընկերների հետ, եւ հյուսիս-հարավը պետք է շարունակի մնալ մեր առաջնահերթ նախագծերից մեկը, քանի դեռ այն ամբողջությամբ իրագործված չէ, մեծ նորությունը ընտրություններից առաջ եկավ, որ հարավարեմտյան թաղամասի հետ խնդրահարույց հատվածի հետ կապված ի վերջո դատական process-ները, դատական ավելի ճիշտ փակուղին հաղթահարված է էլի օրենսդրական փոփոխություններ անելու արդյունքում եւ այդ ուղղությամբ էլ պետքա գնանք եւ աշխատենք հաջորդ մեգա նախագիծը, այսինքն ամբողջությամբ մեջ մեգա նախագծերը ջրամբարների հետ կապված մեր նախագծերը պետքա լրջորեն մենք բան անենք, արագացնենք որտեվ էլի մեզ համար բարդ եւ անծանոթ թեմա է նախորդ շրջանում, այդպես կարծում եմ պատշաճ նախապատրաստվել ենք արդեն, որպեսզի արդեն սկսենք իրագործումը եւ ժամանակ չկորցնենք։ Ես ուզում եմ անկեղծ ասել, որ ես մեր ֆինանսական հնարավորությունների հետ կապված չունեմ մտավախություն, որովհետեւ առաջիկայում ակնհայտորեն եւ անկասկած Հայաստանը մեծ ներդրումային ակտիվություն է լինելու, թրիփ նախագիծը իր հետևից ինքը արդեն միլիարդանոց ծրագիր է, բայց իր հետևից բերելու է նաև նոր միլիարդների
ներհոսք եւ մենք այստեղ պետքա ավելի վստահ լինենք եւ ընդ որում նախորդող շրջանի մեր փորձը ինչա ցույց տվել, որ կարևորը փողը չի, կարևորը բովանդակությունն է։ Երբ որ մենք գիտենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում, այսինքն որոշված է մեզ անհրաժեշտ բովանդակությունը, փողի հարցը միշտ էլ լուծելի է։ Այսինքն ելի եմ ասում, մենք նախորդող շրջանում չի եղել մի նախագիծ, որ չեն կարել այն պատճառով, որ փող չկա, որովհետև երբ որ կա անելիք, այդ անելիքը հստակ է, համաձայնեցված է եւ կա համոզմունք դրա բովանդակային ճշմարտության եւ արդարացվածության վերաբերյալ, մենք այդ նախագիծը պետք է անենք։ Իհարկե արժևում մենք պետք է մտածենք, թե ոնց ենք ներդրումային կոմիտեի աշխատանքները ակտիվացնում, մենք պետք է աշխատենք հիմա գալ են կետին, երբ որ բոլոր նախագծերը անցնում են ներդրումային կոմիտեում եւ դա նշանակում է, որ մենք շատ պիտի աշխատենք, որովհետեւ նախորդ ռեժիմը, որ ասենք մի քանի ամիսը մի անգամ ներդրումային կոմիտե ենք հրավիրում, դա չի աշխատի։ Բայց նաեւ մյուս կողմից էլ պետք է հասկանանք ամբողջ ինչ ծավալ ենք մենք ներդրումային կոմիտեում քննարկում, որովհետեւ ակնհայտ է նաեւ, որ ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք ֆիզիկական պիտի ինստիտուցիոնալ ձևը փոխենք իրա, կամ ուղղակի մտածենք, թե ինչպես ենք աշխատում։ Այսինքն դա ամենալավ տարբերակն է, որպեսզի մեծ նախագծերը բոլորը անցնեն ներդրումային կոմիտեով, այսինքն իմանանք, որ նշաձողից վերև է, որ պետք է ներդրումային կոմիտեով անցնեն, որպեսզի քննարկումները լինեն լիարժեք եւ այդ ծախսերի մեջ մեզ տենց կասկածի տեղ չմնա, որ արդյոք մենք ճիշտ ենք անում, որ գնում ենք այդ ուղղությամբ։ Հետևաբար սա նույնպես եւ առաջիկայում այդ նշանակում է, որ հունիսի վերջին, հուլիսի սկզբին մենք պետք է ներդրումային կոմիտեի նիստ հրավիրենք եւ նաեւ համադրելով կառավարության նոր ծրագրի հետ, առաջնահերթությունների հետ, արդեն որը պիտի բխի քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրից եւ Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինից, մենք պետք է արդեն մինչև այդ նախագծի հիմնական տեքստը ունենանք եւ արդեն ներդրումային կոմիտեն այդտեղից բխող օրակարգով սկսենք աշխատել։ Հաջորդ ուղղությունը կապված է մարզերի հետ, որովհետեւ այս ընթացքում տարբեր բնակավայրերում, այսպես ասած, ոտքի վրա տարբեր խոսակցություններ են եղել, մարդիկ տարբեր հարցեր են բարձրացրել։ Ես պլանավորում եմ ամառվա ընթացքում բոլոր մարզերում իրականացնել աշխատանքային քննարկումներ կառավարության արդեն թեմաների հետ առնչվող անդամների մասնակցությամբ, որոնց ներկա կլինեն բնականաբար մարզպետները, համայնքների ղեկավարները, վարչական ղեկավարները, նպատակը հետևյալն է։ Նախկինում իհարկե ես այդ հանձնարարականը տվել եմ, այդ հանձնարարականը արվել է, բայց ինձ համար այդ փաստաթղթերի տրցակում շատ դժվար էր կողմնորոշվել։ Մեզ պետք է գալ եւ մինչեւ սեպտեմբեր որոշում կայացնել ամեն բնակավայրի առաջնահերթ 3 խնդիրների վերաբերյալ, որ պետք է առաջիկայում լուծել։ Ընդ որում շատ կարևոր է եւ ես ակնկալում եմ, որ վարչական ղեկավարները բնակիչների հետ քննարկեն, խորհրդակցություններ անցկացնեն, որովհետեւ հիմա տեսեք փոքր կամ մեծ բնակավայրում քաղաքացիների մի խումբ բարձրացնում է մի հարց, երկրորդը երկրորդ հարց, երրորդը երրորդ հարցը, չորրորդը չորրորդ հարցը, անհատները տարբեր հանրային նշանակության, շատ դժվար է կողմնորոշվել, որովհետև ամեն ինչ մի անգամից լուծել անհնար է, բացառված է, այսինքն չկա տենց տարբերակ։ Մեզ հիմա հարկավոր է, որպեսզի մենք այդ խորհրդակցությունների արդյունքում իրար հետ որոշենք յուրաքանչյուր բնակավայրի այն 3 առաջնահերթ խնդիրները, որոնք առաջիկայում մենք պետք է լուծենք։ Պայմանավորվածությունը պետք է լինի հետևյալը, որ այդ 3 խնդիրները լուծելուց կամ առաջինը լուծելուց հետո այդ եռյակը դրանում է հետևից ու տենց մենք հերթով խնդիրները լուծելով գնում ենք, որպեսզի համակարգված լինի, այդ թվում սուբվենցիոն ծրագրերի մեխանիզմով եւ այդպես շարունակ։ Իհարկե, այս ընթացքում ամենամեծ նորություններից մեկը, որ ես իմացա, այն էր, որ ըստ էության այս տարի գրեթե բոլոր համայնքները 2026 թվականի համար ներկայացրել են այնքան սուբվենցիոն ծրագիր պլյուս մինուս մի քիչ, ինչքան նախորդ 8 տարիների ընթացքում են իրականացրել։ Սա մի կողմից լավ լուր է, որ վկայում է, որ նախ ավելի մեծ հավատ կա սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ եւ համայնքների կարողություններն է զարգացել են,
բայց մյուս կողմից է պետք է հասկանանք ոնց են կողմնորոշվում այդ բազում ծրագրերի մեջ եւ շատ կարեւոր է որ այդ իմ մարզային խորհրդակցությունների ընթացքում մենք նաեւ այդ ծրագրերը նայենք եւ միշտ պետք է համոզվել որ բնակչությունը քաղաքացիները ունեն մասնակցություն այդ ծրագրերի ճշգրտմանը եւ իրականացմանը իհարկե երեք ազգային ժողովում եթե թեմային անդրադարձա կարծում եմ որ մեր գործընկերները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ պետական եկամուտների կոմիտեի պետք է առաջարկ տան այս մասով, որովհետեւ մարդկանց հետ իհարկե մի քիչ պատկերավոր ես այդ խոսակցությունն եմ ունեցել, երբ որ մարդիկ ամենատարբեր հարցեր են բարձրացրել, ես իրենց առաջարկել եմ հետեւյալը, ասել եմ, որ ես էլ պայման ունեմ եւ այդ պայմանն է որ որևէ մեկը որևէ բնակիչ տվյալ բնակավայրի կամ համայնքի խանութից երբեք առանց հսկիչ դրամարկային կտրոնի դուրս չգա որովհետեւ դա է նաեւ այն գործիքը որով մենք պետք է աշխատենք եւ իրականացնենք ծրագրեր ներառյալ համայնքներում եթե պարզվի որ մենք կարող ենք գործակից ունենալ պետական եկամուտների կոմիտեի մեթոդաբանություններով եւ մեզ էլեկտրոնային գործիքները մեզ ցույց տան թե որ համայնքներն են որ առավել ակտիվ ստվերի կրճատում է տեղի ունենում, այսինքն առևտուրը արձանագրվում է, որտեղ մենք ըստ էության ունենք գնահատականներ թե ինչ կարգի կամ պիտի ունենա պետական եկամուտների կոմիտեն թե որտեղ ինչքան ստվեր կա Եվ այդ ստվերի կրճատման գործակիցը ինքը նույնպես պետք է դեր ունենա, թե մենք համայնքներում ինչ ծրագրեր ենք իրականացնում, որովհետև եթե օրինակ բնակավայրում առևտուրը ոնց տենց դանդաղ ստվերային վիճակում մնում է, մենք պետք է նաև դրանով որոշակի քաղաքականություն վարենք եւ մեր բնակիչները, քաղաքացիները այս շրջապտույտի էությունը պետք է հասկանան, ոնց է աշխատում պետությունը, այսինքն հարկեր են գեներացվում, բյուջե է գալիս, բյուջեից հետո գնում դառնում է փողոց, լուսավորություն, դպրոց, մանկապարտեզ եւ ես կարծում եմ, որ դա հնարավոր է անել, այսինքն ես չեմ հարցնում, ես խնդիրը դնում եմ, որ մենք պետք է ունենանք բանաձևեր որպեսզի մենք կարողանանք դա լուծել։ Հաջորդը կապված է միկրոբիզնեսի հետ։ Դուք հիշում եք, որ 2018 թե 19 թվականին մենք միկրոբիզնեսի շեմ ենք սահմանել 24 միլիոն դրամը տարեկան շրջանառությունը եւ առնվազն այս ընթացքում գնաճ է տեղի ունեցել եւ նույն շրջանառությունը փաստացի գնաճի բերումով առնվազն 25-26%-ով աճել է, այսինքն այս առումով միայն այս փաստի բերումով բազմաթիվ միկրոբիզնեսի ձեռնարկություններ, որոնք բարեխիղճ են աշխատում, արդեն միայն այս փաստի բերումով կարող են դուրս մնացած լինել միկրոբիզնեսի համակարգից։ Ես կարծում եմ, որ այսինքն չեմ կարծում, արդեն ասել եմ դրա մասին, որ մենք պետքա միկրոբիզնեսի շեմը բարձրացնենք, առնվազն կրկնապատկենք, որպեսզի գնաճային ամեն ճշգրտումից հետո դրան չանդրադառնանք, բայց ես նաև ուրիշ առաջարկ ունեմ, ես կարծում եմ, որ մենք եւ շրջանառության հարկի եւ միկրոբիզնես դեպքում պետքա անենք կարգավորում, ես չեմ ասում թե կոնկրետ ինչպեսին, բայց սկզբունքը պետք է լինի հետեւյալը. Եթե ընկերությունը որոշակի ժամկետում, որոշակի թվով արձանագրվեց հսկիչ դրամարկային կտրոն չտալու փաստը, ինքը պետք է զրկվի միկրոբիզնեսի համակարգում աշխատելու հնարավորությունից, ասենք 5 տարի ժամկետով, որովհետև էդ էլ է տուգանվեցի, շարունակեցի տրամաբանությունը պետք է բացառել ընդհանրապես եւ սա շատ սկզբունքային հարց է, որով մենք պետք է գրանք, որովհետեւ մի կողմից մենք շատ մեծ արտոնյալ դաշտ ենք ստեղծում, բայց պետք է նաեւ մեխանիզմներ ստեղծենք, որ այդ արտոնյալ դաշտը չչարաշահավի, որովհետեւ մեր փորձը ցույց է տալիս, որ սովորաբար արտոնյալ դաշտերը չարաշահվում են եւ մենք մեր նպատակից շեղվում ենք իրական, մենք ուզում ենք օգնել, աջակցել փոքր բիզնեսին, բայց դրանից պարզվում է, որ այդտեղ տեղավորվում են եւ ուղղակի այդ արտոնությունը չարաշահում են եւ այդպես շարունակ։ Իհարկե շատ էական է եւ իհարկե ընտրություններից առաջ էլ մենք արդեն դրա մասին խոսել ենք ջրային հարցերի հետ կապված։ Մեր օրակարգը պետք է լինի առաջնահերթություն,
առաջիկա 5 տարիներին մենք պետք է շատ մեծ ներդրումներ անենք այդտեղ։ Իհարկե, այս ընթացքում մեծ ներդրումներ արվել են։ Սա էլ է շատ կարևոր արձանագրել, բայց ուղղակի ճեղքը այնքան մեծ է, որ զգացողություն, այն զգացողությունը, որ օրինակ ունենք ճանապարհների դեպքում, որ էականորեն լուծել ենք հարցը, օրինակ ջրի հետ կապված այդ զգացողությունը չկա, որովհետև այնտեղ ճեղքը շատ ավելի մեծ է, ցանցը շատ ավելի մեծ է եւ այդպես շարունակ։ Եվ ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ մենք այս ընթացքում այդ թվում Վիոլա ջուր ընկերության հետ մեր գործակցությամբ եւ որոշակի պլան ունենք, թե ինչպես պետք է աշխատենք եւ ինչ ուղղություններով պետք է ներդրումներ անենք։ Իհարկե ջրամբարաշինության մասին ես արդեն ասացի, բայց նաեւ խմելու ջրի մատակարարում, ոռոգման ջրի մատակարարում եւ ջրահեռացում այն երկարաժամկետ տեսլականով, որ մի X պահի մենք պետքա օգտագործված ջուր առանց մաքրման բաց չթողենք բնություն։ Այս շատ կարևոր է, այսինքն ամբողջ օգտագործված ջուրը պետքա մաքրվի եւ մաքրումից հետո պետքա միայն բաց թողնվի բնություն։ Եվ սա շատ մեծ ծավալում, սա մեգա ծրագիր է բառից բուն իմաստով եւ ընդ որում պետք չի մտայնություն ունենալ, թե 5 ամյա կտրվածքով մենք ամբողջ խնդիրը լուծելու ենք, ոչ 5 ամյա կտրվածքով ուղղակի մաքսիմում պետք է անենք, որպեսզի արդեն 2031 թվականի դրությամբ մենք զգացողություն ունենանք, որ արդեն տեսանելի եւ մթնոլորտը ցույց տա, որ մենք արդյունքներ ունենք արձանագրած։ Այս համատեքստում հրատապ է նաև կոշտ-թափոնների կառավարման նոր համակարգի ներդրումը։ Իհարկե Կոտայքի մարզում մենք նոր աղբավայրը շահագործման հանձնեցինք, որը սպասարկում է Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերը եւ արձագանքները կարծես թե բավականին լավ է, բայց մենք պետքա շատ արագ կոշտ-թափոնների կառավարման նոր համակարգը ներդնենք, ընդ որում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում պետքա այդ հարցով լինի կոնկրետ պատասխանատու։ Նախարարի արդեն նշանակումներ անելիս ես առաջնորդվելու եմ այս տրամաբանությամբ, որ կոնկրետ անձ պետքա պատասխանատու լինի այդ նախագիծ իրականացնելու համար, որովհետեւ ես կոնկրետ ժամկետ եմ սահմանելու, որ այդ նախագիծը արդեն պետքա Հայաստանում իրականացված լինի։ Շատ մեծ թեմա է էներգետիկ վերափոխման թեման եւ ընդհանուր գաղափար կար կառավարության կազմում նոր նախարարություն ստեղծելու, բայց ես երկար մտածեցի, դա չի լուծելու մեր խնդիրը, մեզ պետքա միջգերատեսչական նոր ձևաչափի մասին մտածել, որովհետեւ այստեղ մի նախարարության անելիք չի էներգետիկ վերափոխումը, որովհետեւ առանց օրինակ քաղաքաշինության կոմիտեի եւ տարածքային կառավարման տեղական ինքնակառավարման մարմինների էներգետիկ վերափոխումը հնարավոր չի իրականացնել։ Այսինքն խոսքը ընդհանրապես էներգիայի ստեղծման եւ օգտագործման նոր ձևերի եւ նոր կուլտուրայի ներդրման մասին է։ Ես կարծում եմ, որ մեր գործընկերները, այդ թվում արդարադատության նախարարության, մեզ պետք է օգնեն, թե մենք ինչ ձևաչափեր կարող ենք ունենալ, որոնք լինեն նույնքան մոբիլ, ինչքան նախարարություններն են, բայց իրենք բնույթով լինեն միջգերատեսչական։ Իհարկե փոխվարչապետերի գրասենյակների եւ փոխվարչապետերի կողմից համակարգման մեխանիզմը եւ այն ինչ պայմանավորվել ենք, որ մենք պետքա պատկերավոր ասած project manager-ի նոր ինստիտուտ ունենանք, չգիտեմ դա մեր կառավարման կարգում ինչ կկոչվի եւ ինչպես արդեն որոշել ենք, որ մի քանի մակարդակում մենք պետքա ունենանք եւ փոխվարչապետերի գրասենյակների կարողություններն էլ այս առումով պիտի մեծացնենք, որովհետեւ հիմնական մենեջերները նախագծերի պետք է իմ պատկերացմամբ գործեն այնտեղ, բայց նաև միջգերատեսչական որոշակի ուղղություններ պետքա հասկանանք, թե ինչպես մենք համակարգենք, խոսքը մասնավորապես վերաբերվում է հենց էներգետիկ վերափոխման թեմային, որը ծավալուն թեմա է, այսինքն այդտեղ առնվազն 5-6 նախարարությունների աշխատանք կանելու, որը մի նախարարություն ուղղակի չի կարող անել։ Իհարկե մենք նախկինում թվայնացման հետ կապված փորձ ունենք, բայց իմ տպավորությամբ այդտեղ էլ պետք է որոշակի փոփոխություններ անենք, որպեսզի ավելի արագ գործենք, որովհետև թվայնացումը նույնպես շարունակում է մնալ մեր բացարձակ առաջնահերթությունների մեջ։ Այդտեղ էլ մենք բավարար չափով նախապատրաստվել ենք
եւ պետք է առաջիկա շրջանում ավելի մեծ տեմպերով իրագործենք այն, ինչ պլանավորել ենք, մանավանդ մենք ոլորտում նոր կառավարման մարմին ձևավորվեց, լիարժեք գործում է եւ նաեւ այս պատեհությունը օգտագործելով պետք է հասկանանք process-ները ինչպես ավելի արագ կազմակերպենք եւ ելի բազմաթիվ թեմաներ, որոնց շուրջ իհարկե մենք կաշխատենք, ես ուղղակի այսպես որը հիշողությանս եկավ այդ հիշատակեցի, մնացած թեմաների շուրջ կշարունակենք աշխատել, այսօր էլ կշարունակենք քննարկել եւ հետագա օրերին եւ հետագա ընթացքում կանդրադառնանք տարբեր թեմաների ընթացիկ բարեփոխումների ընթացքին պետքա անդրադառնանք ես մի թեմա էլ կա որ այս հատվածում կուզեի նշել մասնավորապես հակակոռուպցիոն մեր քաղաքականություններում պետքա մենք ավելի սկզբունքային լինենք ինձ համար խնդրեմա որ մասնավորապես մեր առաջընթացը հակակոռուպցիոն քաղաքականությունների միջազգային զեկույցներում մեր առաջընթացը կամ դադարելա կամ դանդաղելա դա բացարձակապես ընդունելի չի եւ չի կարող ուղղակի այդպես շարունակվել այսինքն դա ինձ համար անձնական սկզբունքային հարց է եւ ընդཐུպ ինչ որոշումներ անհրաժեշտ են կայացնել որպեսզի այս ստագնացիան դադարի այդ բոլոր որոշումները միանշանակ եւ աներկբա ես կայացնելու եմ եւ այդ ուղղությամբ պետքա մենք շատ ակտիվ գործունեություն ծավալենք եւ ուզում եմ ամփոփել մեր հաջորդ խոշորագույն սպասվող իրադարձությամբ բայց երկու իրադարձությամբ լավ մեկով չեմ սահմանափակվի որովհետեւ մենք մեծ հաջողությամբ իրականացրինք եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը Երևանում առաջիկա մեզ սպասվում է COP17-ը ինչպես պայմանավորվել ենք ելի առաջիկա 1-2 ամսվա ընթացքում դուք զեկույց կպատրաստեք այդ թվում այցելելով համապատասխան տեղեր անցկացման վայրը Մերիդիան կենտրոնում ես կուզենամ նախկինում պայմանավորվել եք այցելեմ եւ առաջընթաց տեսնեմ թե ինչ վիճակում է գտնվում ինչպես ենք մենք պատրաստվում եւ անկեղծ պիտի ասեմ իմ ամենամեծ լարվածությունը կապված է 2029 թվականի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հետ եւ նաեւ ուզում եմ իմանալ երբ ենք մենք մասնավորապես Իջևանում սկսում ստադիոնի կառուցումը, ինչու Իջևանում, որովհետև միակ տեղն է, որտեղ զրոյից պետք է սկսենք, մյուս տեղերում մենք վերակառուցման կամ ավելի այլ բնույթի աշխատանքներ ենք իրականացնելու եւ սա ավելի քան սկզբունքային հարց է մեզ համար, պետք է շատ բարձր մակարդակով կազմակերպենք, ընդունենք այդ առաջնությունը եւ նաեւ առիթ օգտագործենք այն բնակավայրերում, համայնքներում, որտեղ դա տեղի ունենալու լրացուցիչ ներդրումներ անենք ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Թերևս այստեղ ես կանգ կառնեմ եւ նաեւ կուզենամ, որ մյուս հատվածում մեր գործընկերները ներկայացնեն ընթացիկ իրավիճակները։ Գիտեմ, որ պետական բյուջեի եկամուտների հավաքագրումը շատ բարձր տեմպով է ընթանում, երեք արդեն ասել են, որ 40 միլիարդի երակատարում ենք սպասում։ Ես 30 էի ասում, տենց մի քիչ զգուշություն ցուցաբերելով, բայց ֆինանսների նախարարն 10 միլիարդն էլ ասեց, այնպես որ արդեն 40 միլիարդ։ Մնացած հարցերի վերաբերյալ հիմա ես մեր գործընկերների տեղեկությունները կամ զեկույցները կլսեմ, որոշ մի քանի հարցերի վերաբերյալ, որոնք հրատապության կարգով ինձ հետաքրքրում են։ Այսքան է փոլի համար։ Շնորհակալ եմ։